Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 17։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց և ասեց նրան. «Ով կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես ուզում ես»։ Եվ նրա աղջիկը բժշկվեց նույն ժամիցը։ Մատթեոս 15:28 խոսք։ Ոմանք հավատքը համարում են դժվար, խորհրդավոր և դժվար հասանելի մի բան։ Այդպիսիներին ես ասում եմ՝ մի խաբվեք։ Հավատքն այդքան էլ դժվար չէ, որքան շատերն են կարծում։ Ես ընդունում եմ, որ ճշմարիտ հավատքը նույնիսկ ամենափոքր չափով Աստծո պարգև է և գերազանցում է մարմնի և արյան զորությունները, քանի որ Աստված պետք է մարդկանց ձգի դեպի Քրիստոսը։ Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե Հայրը, որն ինձ ուղարկեց, չձգի նրան։ Ձեզ տրված է, որ դուք հավատաք նրան։ Սակայն Քրիստոսին և նրա արած ամեն ինչին վիրավորանք կլինի ասել, որ դա անհաղթահարելի դժվարության հարց է, ինչպես ակնհայտ է։ Հավատքից բխող արդարությունն այսպես է ասում. «Մի ասա քո սրտում, ով բարձրանա երկինք կամ ով իջնի անդունդ»։ Բայց ինչ է նա ասում. «Խոսքը մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում»։ Այսինքն հավատքի խոսքը, որը մենք քարոզում ենք, որ եթե քո բերանով Հիսուսին Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես, որովհետև սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ով որ հավատա նրան, չի ամաչի» (Հռովմայացիս 10:6-11 խոսքեր)։ Համաձայն Աստվածաշնչի այս խոսքի, եթե մենք չհավատայինք, դա նույնը կնշանակեր, ինչ ասել, որ Քրիստոսը ոչ երկնքից է եկել, ոչ էլ մեռելներից հարություն է առել, ոչ էլ հաղթանակորեն համբարձվել է երկինք։ Սիրելիներ, Քրիստոսը մեզ համար դեպի երկինք տանող ճանապարհը չափազանց դյուրուն է դարձրել, և այն հավատքը, որը Աստված պահանջում է մեզանից որպես փրկության պայման, նա այնքան հասանելի է դարձրել, որ այն շատ ավելի պարզ ու մոտ է, քան մարդիկ սովորաբար պատկերացնում են։